երևում է ես այստեղ եմ ձեզ հիշեցնելու քրիստոնեական հիմնական էթիկան, բարոյական էթիկան, օրենքները ամուսնության նկատառումով խոսքը վերաբերում է սուրբ պսակին, ինչ է դա, ինչու սուրբ պսակ, ահա նայում ենք հեթանոսները, մարմնավաճառությունը կանանց ամենաբարձր խավերում, շատ նորմալ է, ահա գառնին ինչ է, դա brothel էր, բոզանոց էր, այդ ոչինչ չուներ իր մեջ, բացի թե դիմացի բաղնիքը, որտեղ group sex էին անում, չխոսենք այդ մասին և դուք չեք կարող դա ժխտել, հեթանոսությունը հիմնված էր շատակերության վրա, ուտում էին հաճույքով ուտում, հետո փետուրը տանում էին բերանները փսխում, որպեսզի նորից ուտեն, այսինքն դա նշանակում է մարմնական ցակությունների անվերջ հագուրդ, դա է հեթանոսությունը, ոչինչ չեն ստեղծել հեթանոսները, ոչ մի բան, իրենց սուտ կուռքերը միայն ծառայում էին այլասերության, ահա եկավ Քրիստոսը և Քրիստոսով կինը վերստացավ իր արժանապատվությունը, որովհետև կինը այլևս սեքսի օրգան չէ, ինչ է սուրբ պսակը, այնքան մարդիկ կան, որ չեն հասկանում այդ էլեմենտար բանը, դա ուխտ է, Աստծո առաջ, սակրամենտ է, պսակի խորհուրդը, և եթե նկատել եք շատ օրինակ ռուսական եկեղեցում պսակի ժամանակը թագուհու և թագավորի թագեր են դնում զույգի գլխին, ինչ է դա, փառավորումն է դա, և կնոջ մոդելը այս պահից սկսած դա աստվածամոր կերպարն է, և երբ որ կինը ասում է ես հնազանդ եմ ամուսնուն, դա չի նշանակում, որ ամուսինը պետք է ասի վեր թռիր և կինը պարտավոր է վեր թռչելու, դա վերաբերում է իր մարմնին, որովհետև սեքսը բռնություն է, սեքսը կոպիտ է, սեքսը շատ կանանց զզվելի է, նորից եմ ասում, սեքսը անգողենը շատ կանանց զզվելի է, տղամարդը չգիտեմ իրենց մարմնի ես չգիտեմ, բայց կնոջ համար կուսությունը հանձնելը շատ սարսափելի բան է, հոգեկան ցնցում է, կուսությունը հանձնելը, ցավով և արյամբ, հիմա ինձ ստիպում եք ամեն ինչ պարզ խոսելու, փառք Աստծո, ես ամեն ինչը գիտեմ, իմ հեթանոս ժամանակ Աստված թույլ տվեց, որ ես հասկանամ ամեն ինչը, որպեսզի այսօր ես իմ ձայնը բարձրացնեմ, որ երբ որ կինը ասում է ես հնազանդ եմ, դա նշանակում է, որ ինքը կարող է և սեքսից ոչինչ չզգա ցավից բացի և տհաճությունից բացի, բայց ինքը պատրաստ է հնազանդելու այն տղամարդուն, որը Տեր է կանգնում իրեն, որը սրբության է ձգտում, Քրիստոս ունի իր մեջ և որը մեծ հաճույք է ստանում հիմնականում իր կնոջից, իր համար սեքսը առանց հաճույքի չէ, որքանով է դա արդար, որքանով է դա արդար, բայց ահա դա արդար է, ինչու, որտեղ Քրիստոսը ամանեց, որ կնոջ հնազանդությունը և խնդրեմ ուշադիր լսեք, կնոջ հնազանդությունը և որդեծնությունը սրբացնում է կնոջը, այսինքն եթե կինը ոչինչ չի անում, միայն երեխաներ է բերում և դաստիարակում է իր երեխային, որդեծնությունը նրան սրբացնում է, բայց ամուսնություն չկա այն զույգերի մեջ, և տղամարդը շնանում է, վերջացավ ամուսնությունը, և տղամարդը չի հարգում իր կնոջը և չի մեծարում, վերջացավ ամուսնությունը, և այսպիսի տղամարդկանց երեխաները լինելու են պիղծ իրենց նման, ահա ինչու հնում արգելված էր, կինը նաև համայնքի, միաբանությունների, քահանաների, եկեղեցու օգնությամբ առանձնանում էր, և այդ տղամարդուն թույլ չէր տրվում տեսնելու կնոջը և մանավանդ շփվելու իր երեխաների հետ, որտեղ նա շնացող է, դնում էին նրան ապաշխարանքի մեջ, բայց մինչև կյանքների վերջ նրանք այլևս միասին չէին լինում, իսկ այսօրվա պատկերը ինչպիսին է, այսօրվա պատկերը ավելի գարշելի է, քան հեթանոսության ժամանակ, գոնե հեթանոսության ժամանակ ամեն ինչ պարզ էր, դե ուրեմն իմացիր տղամարդ, եթե դու շնանում ես, գնում ես դավաճանելու քո կնոջը, վերջացավ դրանով քո ընտանիքը, այսինքն կինը ամեն ինչ գիտի, իմացիր, եթե քո մեջ մի դև կա, կնոջ մեջ 10 դև է մտնում այդ պահին, և կնոջ միակ նպատակն է լինում ինչ, շնանալ նույնպես, վրեժ լուծելու, և եթե հանկարծ
դա իր մարմնով համապատասխանում է ուրիշ տղամարդու հետ, որ տալիս է իրեն այդ հաճույքը տարփանքի, դրանից հետո արդեն նա քեզ եթե զգում ես որ քո նկատմամբ շատ մեծ արհամարանք ունի, ուրեմն նա գտել է իր զույգին, ում հետ ինքը լրիվ հաճույք է ստանում եւ քեզ արհամարում է որպես ոչնչություն, դու հարեցիր, ինչպես եւ Տերն է ասում, դու մահեցիր նրան շնության եւ դու ես կործանված, նա էլ է կործանված, բացի թե երկուստ էլ հասկանաք ինչի մեջ եք, առանձնանաք եւ ապաշխարեք միջև կյանքներիդ վերջը։ Այսօրվա իրավիճակը շատ բարդ է, կինը օգտագործում է եւ շպրտվում, դա է ճշմարտությունը։ Տղամարդը, ես չգիտեմ, եթե ասեմ դուք մուսուլմանների մեջ եք մեծացել եւ նմանվում եք նրանց, այստեղ էլ ես գիտեմ կաթոլիկ մարդիկ, որոնք այդ խնդրեմը ունեն, ուրեմն թե կա անասնական ինստինկտ տղամարդու մեջ, կնոջ մոտ այդ ինստինկտը չկա, բայց անասնական ինստինկտով տղամարդը պահծում է կնոջը։ Կինը մեղավոր չէ, որ ինքը 17 տարեկանում օգտագործեց ու շպրտվեց, նա լսում է վրեժով, ես մանրավաճառների հետ դու գնացեք, ես ֆրանցիսկյան կրոնավոր եմ, բոլորի հետ խոսում եմ, բոլորին հասկանում եմ, մանրավաճառները այդպես է սկսվում, դրանից է սկսվում, փոքր հասակում նրանք օգտագործում են եւ շպրտվում, հետո վրեժով լսված ասում է դե որ այդպես է վճարիր ինձ, դե որ այդպես է ես այստենց կտիրապետեմ սեքսին ու քեզ կպտտացնեմ մատերիս վրա եւ ատելով տղամարդկանց, հիմնականում նրանք ատում են տղամարդկանց, սա մի սարսափելի դժբախտություն է, երբ որ զույգերը, որը ստեղծված են, որպես կինը, որպես Աստծո գեղեցկություն, տղամարդը որպես Աստծո ուժ, այս հարմոնիան ոչնչացված է, եւ ահա ինչ է սրա արդյունքը, տրանսջենդեր, հիմա շնացող կին այնքան ուժեղ է, այնքան տիրապետում է սեքսի բոլոր մանրամասներին, որ նա այլևս տղամարդը հագուրդ չի տալիս, եւ նա անցնում է որպես տղամարդ գործելով, կանանց հետ ապրում է համատեղ ամուսնությամբ, սեքսի ամուսնությամբ, եւ նույնը տղամարդու հետ է կատարում, տղամարդը դառնում է կին, որովհետեւ արդեն բնական հարմոնիան խախտվել է։ Ես տրանսջենդերների հետ եմ աշխատում, հոմոսեքսուալիստների հետ ոչ, իրենք ինձ նման կանանց ատում են, տրադիցիոնալ քրիստոնյա մարդկանց իրենք հեռու են, բայց պատկերացրեք տրանսջենդերների հետ ինձ շատ հեշտ է աշխատել եւ ինչու, որովհետեւ այստեղ Հոլիվուդում կանգնած են եւ եթե անգամ մարդիկ պիտի անցնեն նրանց կողքով, ահա տղամարդը կուրծքը մեծացրած եւ այլն փախչում են, ես տեսնում որ հեռու են փախչում, որ հանկարծ մոտիկ չանցնեն, բայց ես խոսում եմ իրենց հետ, խոսում եմ, ասում եմ, որ Աստվածամայրը իրենց սիրում է, այնքան են երջանկանում եւ դու խոսում ես եւ հիշեցնում ես իրենցով լինելը եւ եթե քահանան իրապես իր վրա ունի կոչում աշխատելու այս մարդկանց հետ համոզված եղեք որ նրանք կվերադառնան կուղղեն իրենց սխալները եւ կապաշխարեն այսպեսին է հիմա եւ ինչու է սատանան հենց եկեղեցու դեմ կամ եկեղեցին կամ ոչինչ պետք չէ ձեր եկեղեցում խոսում են ես իմացա որ Հայաստանում տրանսջենդեր լինելը արդեն շատ մոդա է թաթուները շատ մոդա են աբորտը չկա մեկին որ աբորտ չանի ինչու որտեղ լքվում է խոսում են այդ մասին կան հասարակական եկեղեցում այսպիսի շելտերներ ինչպես կարող են ձևակերպել միաբանություններ որոնք հոգ տանեն այս հիվանդ հասարակության ամենահիվանդ գործանարար կողմի մասին հոգ տանեն եւ շտկեն ամեն ինչը քահանան որ գմտնի աբորտի հիվանդանոցները եւ ասի սա մարդասպանություն է մի արա աբորտ դու ինձ քո երեխային կան այդպիսի մարդիկ այստեղ մենք անում ենք մեր լավագույնը սիրելիներս եւ մենք հաղթում ենք որքան էլ իրենք քանդում են եկեղեցիները այստեղ որպեսի սատանան թաքցնի մարդկանց եւ մղի մարդկանց ամենաահավոր ծանր մեղքերի եւ անգամ ոճրագործությունների աբորտի սպանության մի նախադասությամբ ես կարող եմ դարձի բերել մարդկանց ինչու որտեղ նրանք սիրում են
ճշմարտությունը եւ սիրուն են Աստծուն, սրանք աթեիստ չեն եղել այս մարդիկ։ Եվ ես զգում եմ անցյալ անգամ տեսա մի սևամորթ մի արտահա շալվարներ իրենք իջեցնում են հոմոսեքսուալիստների բան են, պիտի անպայման իր հետուքից ներքև լինի շալվարը։ Եվ երբ որ ես հետ խոսեցի, ինքը շուռ եկավ եւ մանկական դեմքով նայում էին, what did you say, please repeat it։ Նա տեսավ սեր, նա տեսավ իրական մարդու զարմանքը իր հագուստի վրա։ Մի կադր է դա, բայց դա կարող է փոխել իր ամբողջ կյանքը։ Դու իմացիր քրիստոնյա, քեզ հավատ չեն տվել, որ դու նստես ամբողջ օրը կինո նայես կամ մարդկանց քո շրջապատի հետ վայելես քո կյանքը։ Պետք է գնաս փողոց եւ աշխատես մարդկանց հետ։ Եվ եթե դու դա չես անում, դու ուրանում ես քրիստոնեությունը։ Ինչ են ճանաչում քրիստոնյա։ Դա նշանակում է, որ Քրիստոսի մեջ է։ Չեմ վախենում ոչ մի բանից։ Ասելու ճշմարտությունը եւ տալու իմ կյանքը մարդկանց փրկության համար, որովհետեւ դժոխքը հավիտենական է։ Երբ որ մարդը ընկնում է դժոխք, միևնույն է թե Աստծո մսից կտրում են։ Նա այդպեսի ցավ է զգում։ Եվ այդ ցավը դու էլ պիտի զգաս։ Մի նստի ժամանակ չկա, գնա աշխատիր մարդկանց հետ։ Եվ դու պարազիտ ոչնչի ընդունակ քահանա պատասխան ես տալու բոլորի մեղքերի համար։ Նորից քահանա դու ամբողջ հասարակության մեղքերի համար դու ես պատասխան տալու։ Մտածիր այս մասին։